ոնց եղավ, որ օրինակ Էդուարդ Էրնեքյանը, Քրքորյանը կարողացաք Հայաստան բերել եւ ներդրումներ կատարեն Հայաստան։ Եթե չեմ սխալվում, գինեգործությունն էլ չէ Էրնեքյանի հետ կապված, որ այստեղ զարգացավ։ Ինքը գինի էր արտադրում Արգենտինայում եւ ամեն տարի ինքը ինձ մի արկղ գինի էր ուղարկում նոր տարու վրա։ Եթե չեմ սխալվում, կարամ գինու բանել խաղի սորտը Մալբեկ։ Ինքնաթիռով ինքը իր սեփական որ գալիս գնում էր, ասես միջև երբ էս այդ արկղ Արգենտինայից շալակած միջև ստե բերելու։ Սենց ծիծաղեց, ասեց, «Էլ չուղարկեմ»։ Այս չի ուղարկի, բայց ստեղի արջեցրած, ստեղի աճեցրած խաղողից, ստեղի սարկած գինուց, հետո երևի մի 2 ամսից հետո ինքը որոշել է ստեղ հողարնի, խաղողի այգիներ հիմնի եւ գինի արտադրի։ Կարած գինին հենց մեր այդ խոսակցության, այդ զրույցի արդյունքում ծնվեց։